Ողջույն, բարի թե կարող ես նախագծի օրագիրն է Շանթի եթերում։ Րոպեներ անց մասնակիցները կներկայանան կիսաեզրափակիչ փուլում։ Սա լուրջ պայքար է լուրջ պարողների միջև։ Քիքսեր պետք է չանենք ընդհանրապես։ Չէ՞։ Ինչ անենք։ Այսօր օրը տաք է, եղանակը տենց։ Մի խափի։ Աստված տա այսօր լավ վարենք։ Քանի որ զույգիս մեջքս վնասված է։ Ասավ ճիշտ ես ասում։ Ու այս այդանք փորձ անենք։ Քիչ անհանգիստ եմ Արմանի համար, քանի որ նա հենց 3 վնասվածք է ստացել մեջքի ու լուրջ վնասվածք, անհանգիստ եմ արդյոք կարողանա լրիվ ոտ ամբողջովին ներկայացնել պարը, չնայած նոր անցանք եւ ամեն ինչ կարգին էր, հուսամ որ գալահամերգին ոչ մի բան չի խանգարի, ոչ մի ցավ, ոչինչ։ Ինչպես եք։ Լավ, սաղ ցած վերքերով։ Նայեք։ Ամեն ինչ անում եմ, որ կիսաեզրափակիչ շատ լավ ներկայանամ, որ հասնեմ ֆինալ։ Չգիտեմ, ես ուզում եմ համենայն դեպս կհասնեմ, թե չէ։ Արդեն կախված է ժյուրիից, ժողովրդից։ Քանի որ այս անգամ ինձ է հնարավորություն տրված, որ պետք է օգնեմ Լոլային, իմ համար էլ է մեծ պատասխանատվություն, որ պետք է այնպես անեմ, որ ու այնպես իդեալական ներկայացնենք պարը, որ Լոլան անցնի եզրափակիչ։ Եթե չօգնես, նայ։ Քեզ եմ կախել։ Խոստանում եմ կօգնեմ։ Կօգնես, չէ՞։ Խոստանում եմ կօգնեմ։ Լոլայի ու Դավիթի համար կարող եմ ասել 3 մինչև ուշ գիշեր պարապել ենք, նրանք աշխատել են, որ հնարավորինս սինխրոն ներկայանան եւ լավ ներկայանան։ Այս շաբաթ ծանր շաբաթ էր ինձ համար, որովհետեւ մի անգամից 3 բեմադրություն եմ արել։ Դժվար էր բավականին, 3 նոր վերջացել են վերջի բեմադրությունը, բայց ամեն ինչ հաղթահարեցին մեր մասնակիցները ու հույս ունեմ պատով դուրս կգանք այս փորձությունից, որովհետեւ իրանք էլ են հասկանում ինչքան կարևոր է կիսաեզրափակիչ փուլը արդեն եւ շատ լուրջ են մոտենում ու բոլոր զույգերն էլ արեցին այն ինչ որ Իսկն հույս ունեմ կանեն այն, ինչ որ պետք է անեն։ Կանեք այն, ինչ սպասում է խորեոգրաֆը։ Հա։ Ամենք փորձել եք չանել։ Տիմոն։ Չէ, ամեն ինչ լավ կլինի։ Դավիթը անիմաստ է։ Չէ, Դավ ջան գնա դու։ Դու գնա քիսեն։ Չէ, ամեն ինչ նորմալ է, լավ է։ Ասենք այդ ծոյի մոտ որ դնում ենք, մենք հանգիստ ենք, որովհետև ամեն ինչը շատ լավ է եւ պարային եւ զգացողական առումով այդ հանգիստ է։ Ու ամեն անգամ նոր ինչ-որ էմոցիաներ է բերում Արտեմը։ Հա, դրա համար եմ ասում, էմոցիաներ, դա չմնացած։ Այդ էմոցիաները քեզ կհասցնեն ֆինալին, չես կարծում։ Ամեն դեպքում ես կտամ, թե որքանով կհասնեմ, չգիտեմ, կարևորը որ ես այդ պահին ինձ լավ զգամ, խորեոգրաֆը լավ զգա եւ իհարկե զույգս։ Ջան, չէ լավ կլինի։ Հիմա գնանք փորձ անենք։
shelf, and I try to help. Can't say we will, and I dare the deal. Can't shout peace and then vanish in the crowd. Վահանին, եթե իր տարիքը հաշվի առնել, 17 տարեկան, ինքը շատ պոտենցիալով բարող է, շատ աճելու տեղ ունի, բայց իր տարիքի համեմատ ինքը ավելին է անում, քան բոլոր մյուս բարողները տարիքում։ Շնորհակալություն։ Հաջողություն։ Մերսի շատ։ Քանի որ իսկապես շատ բարդ եղավ փառավոճը, որովհետև նշել էի, որ զրոյից եմ ամեն ինչ սկսում, մի քիչ վստահ չեմ, բայց դեռ ժամանակ ունեմ, մինչև որ եթեր, երևի Մարիի շնորհիվ Կանենք, անպայման կանենք։ Ուղղակի Արմանը վնասվածք ունի այսօր։ Դրա համար է վախենում, թե չէ իր մոտ լավ ստացվում է։ Ինձ թվում է ամեն ինչ լավ կլինի, մտածի կանենք։ Կիսա եզրափակիչ փուլը շատ պատասխանատու է ինչպես պարողների, այնպես էլ նաև խորեոգրաֆների համար, քանի որ ոնց որ ասած բարից է ոնց որ ասած կախված թե նա կանցնի ֆինալ թե չէ, բայց հույսով եմ Արմանը այն պարողներից է, այն դպրոցն անց է, որ ինքը անպայման անելու անհնարին է, որպեսզի լավագույնս ներկայանա հանդիսատեսին։ Երկրորդը պարելու ենք վալս, ընկեր Սուրենի մոտ, առաջին անգամ ենք աշխատում, ես անձամբ առաջին անգամ եմ աշխատում, ու նորից միասին ենք ես ու Վահանը պարելու, տեսնենք, այո, ինչի չէ, ամեն դեպքում երկար ճանապարհ ենք միասին անցել, ու ևս մեկ անգամ իրար հետ պարել են, լավ հիշողությունների առիթ է նաև տալիս։ Շատ գոհ եմ Անից ու Վահանից, շատ աշխատասեր, շատ թեթև գնացել մեր փորձերը, գրեթե 1-2 օրում վերջացրել ենք պարը, հետո սկսել ենք ավելի մանրամասն տեխնիկայի վրա աշխատել։ Տեսնենք ոնց կլինի, Հովոն էլ շանում է։ Ողջույն։ Քանիսին պետք է այստեղ լինեիր եւ քանիսին ես գալիս Հովո։ Երկուսին պետք է այստեղ լինեի, 3-ին եմ հասել, ինձ քնած էի մնացել։ Գիշերը ժամը 2-ին տուն եմ գնում ամեն օր, այդպես հազիվ լողացել եմ, հազիվ մի շաբաթ չէ։ Թիմը քեզ է սպասում, զույգերդ եւ նկարանող խումբը։ Ժամ 10 րոպե։ Դելա հիմա պիտի էֆիր անեք այս ամեն ինչը։ Գնացել էի մայքս բերեի։ Մի հատ մայկը կա, դրանով ուզում էի սոլո պարեի, գնացել եմ երևի մի այդքան ինչքան որ ուշացել եմ, դրա համար եմ ուշացել։ Սա այս մայկի համար եմ ուշացել։ Դրանով ուզում էի սոլո պարեի։ Լուրջ, ուրիշ մայկով չէի պարեի այսօր սոլո։
Դրա համար գնացել եմ, խնդիր կար Մայիկի հետ կապված, որպեսզի ամեն ինչ տեղը լիներ, դրա համար ուշացել եմ։ Լավ, պատրաստվիր, քեզ հաջողություն։ Մերսի։ Քանի որ նախորդ բեմադրության իմաստը այնպես չընկալվեց, ինչպես ես էի ցանկանում, որպեսզի հասցնեի հանդիսատեսին, այս անգամ ավելի թեթև իմաստով, սյուժեով բեմադրություն եմ արել, ավելի սիրային, մի փոքր կանացի, լոլային եմ ֆիքսել ավելի կանացի պոզաներում եւ հովիկին ավելի տղամարդկային, սենց Red Butler-ոտ ոչ եմ փորձել հաղորդել։ Փոքրիկ նյուանսներ կան, որ միայն ես գիտեմ, համերգից հետո երբ իրանց ես կխեղդեմ, եթե ված ստացվի, բայց եթե լավ ստացվի, իհարկե, հանդիսատեսը չի նկատի այդ նյուանսները, միայն մենք երեքս կզգանք։ Loved him from the start and tell him that I'm yearning to say what's in